Համաշխարհային էներգետիկ շուկան դժվարությամբ է դիմակայում 2026 թվականի ամենամեծ ցնցմանը։ Միջազգային էներգետիկ գործակալության թարմ զեկույցը փաստում է, այս տարի գազի համաշխարհային պահանջարկը կկրճատվի 0.5%-ով կամ 20 միլիարդ խորանարդ մետրով։ Սա վերջին տասնամյակում պահանջարկի արդեն երրորդ տարեկան անկումն է։ Պատճառը փետրվարի վերջին մերձավոր արևելքում բռնկված պատերազմն է, որը փաստացի փակեց Հորմուզի նեղուցը։ Այս նեղուցով էր անցնում աշխարհի հեղուկացված գազի մոտ 20%-ը։ Մարտի սկզբից Կատարից եւ Էմիրություններից հեղուկացված բնական գազի բեռնումները նախորդ տարվա համեմատ նվազել են 35 միլիարդ խորանարդ մետրով, ինչը բնականաբար բարձրացրել է գազի գինը, մեծացրել գնային տատանողականությունը եւ ճկուն հեղուկ գազի լցանավերը վերաուղղորդելու անհրաժեշտություն առաջացրել։ Լավ նորությունն այն է, որ այս անկման մոտ 3/4-ը փոխհատուցվել է արտադրող այլ տարածաշրջաններից հեղուկ բնական գազի մատակարարման շատ ուժեղ աճով, ինչի նպաստել է հեղուկացված նոր գործարանների գործարկումը։ Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ գազի համաշխարհային պահանջարկը 2026 թվականին կնվազի մոտ 0.5%-ով, ընդ որում կորուստները հիմնականում կենտրոնացած կլինեն Մերձավոր Արևելքում եւ Ասիայի հեղուկ բնական գազի ներմուծող շուկաներում։ Շուկան ամբողջական կոլապսից փրկեցին արտադրության ավելացումը Հյուսիսային Ամերիկայում եւ Աֆրիկայում։ Իրավիճակը հավասարակշռելուն օգնեց նաեւ Չինաստանը։ Բարձր գների պատճառով Պեկինը 4%-ով կրճատեց գազի սպառումը եւ 12%-ով նվազեցրեց հեղուկ գազի ներմուծումը, անցնելով սեփական արդյունահանմանը։ Փոխարենը Ասիայի այլ երկրներում գազին փոխարինելու եկավ ածուխը, իսկ Եվրոպայում գազի պակասը լրացվեց կանաչ էներգետիկայով։ Փորձագետները նկատում են, որ շուկայում Եվրոպան եւ Ասիան իրար հետ մրցակցում են։ Եվրոպական տարածաշրջանը փորձեց ռուսական խողովակաշարային գազին այլընտրանք որպես հեղուկ բնական գազի մատակարարման ճանապարհը գտնել, բայց սա էլ եկավ ասիական շուկայի հետ մրցակցելու, քանի որ ասիական հատվածն է ամենամեծ չափով հեղուկ բնական գազի ներմուծմամբ զբաղվում։ Արդյունքում այս երկու շուկաները սկսեցին հիմա էլ մրցակցել արդեն հեղուկ բնական գազի շուրջ, ու սա էլ սկսեց այս շուկայի գների վրա ազդել։ Ինչ վերաբերում է միջնաժամկետ հորիզոնին, ապա առնվազն նրանով պայմանավորված, որ հատկապես եվրոպական տարածաշրջանը ներկայումս գնում է էներգետիկ ռեսուրսների վերափոխման ճանապարհով, կանաչ էներգետիկայի ներդրման ճանապարհով, ապա սա առնվազն գազային ռեսուրսների փոխարինման լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում, հետևաբար սա կբերի շուկայում պահանջարկի ինչ-որ չափով շարունակական նվազեցման։ Եվ արտադրության աճի ֆոնին էլ սա միջնաժամկետ հորիզոնում կարող է գազի գների նվազեցման հնարավորություններ ստեղծել։ Հեղուկ բնական գազ ձեռք բերելու մրցակցությունը փոխեց նաև վառելիքի մատակարարման ուղղությունները։ Ասիական եւ եվրոպական գների միջև տարբերությունը շրջվեց եւ մենք տեսանք, որ ձևավորվեց ասիական գների բավականին լուրջ ավելավճար։ Մարտի սկզբից ասիական գները միջինում $2 ավելի բարձր էին, քան եվրոպականը։ Եվ սա բնականաբար խթանեց ճկուն հեղուկ բնական գազի լցանավերի վերաուղղորդումը Եվրոպայից դեպի ասիական շուկաներ։ Երկրներն այս իրավիճակից այլ ելքեր են գտնում։ Օրինակ, Ասիայում բնական գազից զգալի անցում են կատարել դեպի ածխային էլեկտրաէներգիայի արտադրության, շեշտում է միջազգային էներգետիկ գործակալության վերլուծաբանը։ Այդ թվում այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, բայց նաև Պակիստանն ու Բանգլադեշը, ինչպես նաև Ճապոնիան, այնպես որ ածխին անցնելը լրացուցիչ հավասարակշռող գործոն է։ Եվրոպական որոշակի շուկաներում տեսել ենք վերականգնվող էներգիայի արտադրության բավականին հզոր աճ, ինչը նույնպես օգնում է հարթել ներկա իրավիճակը։ Այս ամենը չի շրջանցելու նաև պարարտանյութերի գները։ Արդեն իսկ կտրուկ աճեր կան, եւ ճգնաժամի երկարաձգման դեպքում այն կանդրադառնա պարենային անվտանգության վրա։ Մենք դեռևս ակնկալում ենք գազի հեղուկացման հզորությունների կտրուկ աճ մինչև 2030 թվականը։ Շուկային մուտք գործելու բազմաթիվ նոր գազի հեղուկացման գործարաններ, եւ սա բնականաբար նվազեցնող ճնշում կգործադրի գների վրա։ Ընթացիկ ընդհատումն ու հակամարտությունը որոշակի հետևանքներ ունեն նաև միջնաժամկետ հեռանկարում, քանի որ Կատարում հեղուկացման ենթակառուցվածքների մի մասը վնասվել է։ Մեր գնահատականներով հակամարտությունից բխող համակարգային կորուստները, ներառյալ վնասված հեղուկ բնական գազի գործարաններից առաջացած կորուստները 2026-ից մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կկազմեն 140 միլիարդ խորանարդ մետր։ Ինչ վերաբերում է մեր երկրին, Հայաստանը գազ ներմուծում է Ռուսաստանից եւ Իրանից, եւ այս շուկայի հետ կապված ռիսկերը հիմնականում պայմանավորված են հենց այդ երկրներում տեղի ունեցող զարգացումներով, արձանագրում են փորձագետները։ Տարածաշրջանային զարգացումներն ու գնային փոփոխությունները մեր վրա ազդելու են այնքանով, որ մենք ինքներս էլ արդեն այդ նույն բնական գազի շուկայի սպառողն ենք, հետեւաբար եթե գները նվազեն, բնականաբար մենք այս նվազելու արդյունքում շահող ենք
հանդես գալու որպես, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ մեր մատակարարումներն ու ներմուծումը ուղղակիորեն երկու երկրներից են կախված, առավելապես մենք գրելու ենք այդ երկու երկրներում տեղի ունեցող եւ ներտնտեսական եւ ներքաղաքական զարգացումների հետևանքները, որոնք նաեւ արտահայտվելու են մեր ներմուծման շուկայում։ Միջազգային էներգետիկ գործակալությունը զգուշացնում է, առաջիկա 2 տարիներին շուկաները մնալու են ծայրահեղ լարված։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։